Սրբազան Արարատի հայացքի ներքո այս վայրերում սկիզբ առավ մեր ժողովրդի քրիստոնեական ընթացքի պատմությունը։ Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու հիշատակը՝ Ելնի վիրապի տոնը։ Ամեն տարի տոնական այս օրը հազարավոր ուխտավորներ են գալիս խոր վիրապ՝ նորոգելու իրենց ուխտը, այցելելու պատմական վայրեր, որտեղ հեթանոս Տրթատ III-ի հրամանով բանտարկվել ու չարչարվել է Գրիգոր Լուսավորիչը 13 տարի։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից խոր վիրապ էր բերվել առաջին հայրապետի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներն ամփոփող Խաչաձև մասունքարանը։ Այս խորհրդանշական վերադարձը միավորում է սրբությունը, պատմական անցյալը եւ կենդանի հավատքը։ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված բազմաթիվ մատենագրական երգեր, ներբողներ, աղոթքներ ու ճառեր են։ Նրանից պահպանված ժառանգությունը մեզ գիտելիք եւ ուժ է տվել, որպեսզի մենք դարերի միջով կարողանանք հավատարիմ մնալու նրա դրած ավանդույթին, նրա գրած երկերին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ոչ միայն սիրված սուրբ է եւ մեր հայոց եկեղեցու առաջին կաթողիկոս, այլ նաեւ նա համարվում է համաքրիստոնեական սուրբ, այսպիսով դուրս գալով հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի իրականությունից, դառնալով համահավասար սուրբ բոլոր վաղ եկեղեցու սրբերի հետ միասին։ Հայտնի է, որ Լուսավորչի մասունքների մի մասը անվտանգության նկատառումներով 9-րդ դարի կեսերին տարվել է բյուզանդական կայսրության տարածքներ, ապա հարավային Իտալիա։ Նեապոլում երկար ժամանակ պահված մասունքների պատվին կառուցվել է եկեղեցի եւ կոչվել Սուրբ Գրիգորի անունով։ Լուսավորչի մասունքների մի մասը վերադարձվել է Հայաստան, սակայն ամբողջ մասունքական ժառանգությունը չի տեղափոխվել։ Նրա մասունքները պահվում են ոչ միայն հայոց եկեղեցում, այլ նաև օտար եկեղեցիներում։ Հայտնի է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համարվում է մի շարք քաղաքներում որպես բարեխոս սուրբ, հետևաբար նաև նրա մասունքները պահվում են բազմաթիվ եկեղեցիներում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը միայն պատմական գործիչ չէ, նա հայոց հավատքի հայրն է։ Դարերի ընթացքում Լուսավորչի մասունքները դարձել են ոչ միայն սրբության, այլև հայոց հայրապետության շարունակականության խորհրդանիշ։ Մայսացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հիշում է, թե ինչպես ամիսներ առաջ բազում մարտահրավերներով հագեցած օրերին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստանձնեց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը եւ ապրեց խոր վիրապում։ Փորձեց վերապրել մեր հավատքի հոր տառապանքի ծանրությունը, հայցեց նրա բարեխոսությունն ու օգնականությունը իրականացնելու իր առաքելությունը։ Եկա իջնելու վիրապ զգալու վիրապի խորությունը եւ տառապանքի մեծությունն ու խորությունը, դաժանությունը։ Իհարկե մենք չենք կարող դա զգալ։ Դա զգալու համար պետք է ապրել, պետք է կրել այդ մեծությունների, այդ սուրբերի հագած կոշիկները։ Բայց եկա նաև հայցելու մեր հավատի հոր Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունն ու օգնականությունը իրականացնելու իմ տկար ուսերի վրա դրված առաքելությունը։ Այսօր Սրբազանը իբրև օծյալ եպիսկոպոս ուխտավորաբար է այցելել խոր վիրապ եւ կոչով է դիմում ամենքին հեռով անել հոգու կարծրությունը, մեղքերի առատությունն ու ներքին հակասությունները, լույսը երբեք խավարի կողմից չի նվաճվում, ասում է նա, նույնիսկ եթե դա վիրապի խավարն է։ Մենք հաղթանակած մեր նախնիների սերունդներն ենք։ Ուրեմն սրտանց աղոթենք, կարողանանք իջնել մեր վիրապը ներսի։ Նախ մաքրենք ամբողջը, բոլոր տեսակի կապանքներից, ազատագրվենք։ Եվ ինչպես մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելնելով վիրապից լուսավորեց մեր Հայաստան աշխարհը, այնպես էլ մենք դուրս գալով մեր վիրապի միջից փորձենք լուսավորել, նախ լուսավորվել, ապա լուսավորել ամեն մեկս մեր շրջապատը։ Մենք ժամանել ենք Գյումրիից, 7 եկեղեցուց, Սուրբ մեր Սրբազանի օգնությամբ եկել ենք այսօր տոնելու
հայրի պահաբան Սուրբ Գրիգոր Լուսավորչի երկը խոր վիրապից։ Այսօր մեզ համար ցնծություն է, պարզապես ցնծություն է, որովհետև Գրիգոր Լուսավորիչը հայրի պահաբան Սուրբն է։ Մենք այսօր տոնում ենք, մենք այսօր աղոթեցինք, աղոթ բարձրացրեցինք, խնդրեցինք մեր Սրբի բարեխոսությունը, որպեսզի հայոց աշխարհին տա խաղաղություն, կայունություն, ազատ ճախրելու, ազատ ստեղծագործելու միտք։ Փառք Աստծուց խնդրենք մեր երկրին խաղաղություն եղնի, մեր հոգևորականներին համբերություն, բոլորին բարի ծառայություն եղնի, մենք էլ մեր ուխտերի չկտրվենք, գանք երթանք մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեր բարեխոսը, այսօր մենք գոյություն ունի հայ ազգը Գրիգոր Լուսավորիչի բարեխոսությամբ է։ Ելնի վիրապի տոնը հիշեցնում է, որ նույնիսկ ամենախորը վիրապից կարելի է դուրս գալ, եթե կա հավատք, համբերություն եւ նպատակ։ Հավանաբար հենց այդ փնտրտուքով են մարդիկ շարունակ ճանապարհ ընկնում դեպի խոր վիրապի վանական համալիր եւ մեր հավատքի հոր մասունքներին հաղորդվելով նորոգում իրենց հավատքն ու ուխտը։ Վաղը Արարատյան շաբաթվա ավարտին Հայաստանյայից Առաքելական եկեղեցին կտոնախմբի Սուրբ Էջմիածնի տոնը։ Ժամը 11-ին Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Միածնայեջ մայր տաճարում, որի ավարտին ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Լիաննա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։